Լալան վստահ լինելով, որ իր փրկարար քայլից հետո Նարեն իրեն երախտագիտությամբ կընդունի, մտնում է նրա հիվանդասենյակ, սակայն սպասված ջերմության փոխարեն նա բախվում է անանցանելի սառցեպատի։ Նարեն դիմավորում է նրան աննախադեպ սառնությամբ ու կոպտությամբ։ Նրա հայացքում խտացել են տարիների ցավն ու անվերջանալի կասկածները։ Չկարողանալով զսպել կուտակված հույզերը, Նարեն բացեիբաց հայտարարում է, որ ինքն այլևս լիովին խճճվել է այս մութ սարդոստայնում և ուղղակի չի հասկանում, թե ով է իրականում իր ընկերը, իսկ ով քողարկված ու վտանգավոր թշնամին։ Լալան անակնկալի եկած այս կտրուկ մեղադրանքներից շփոթված փորձում է հասկանալ, թե ինչն է նման պոռթկման պատճառ դարձել։ Եվ այստեղ Նարեն տալիս է ամենակարևոր ճակատագրական հարցերը։ Ինչու Լալան որոշեց հենց հիմա խոսել Վռամի հետ։ Ինչու նրան պատմեց Քաջիկի մահվան և խոստովանության մասին, և ամենագլխավորը, ինչու բացահայտեց ամենասարսափելի գաղտնիքը, որ հենց Սաքոն է գողացել այդ նամակն ու թաքցրել ճշմարտությունը։ Լալան, հասկանալով իրավիճակի լրջությունն ու վտանգը, արագ հավաքում է մտքերն ու սկսում արդարանալ։ Նա շատ մեղմ, կարեկցող ու համոզիչ տոնով պատասխանում է, որ այո, ինքն ասել է ողջ ճշմարտությունը, բայց երբեք ոչ մի վայրկյան չար դիտավորություն չի ունեցել։ Լալան վստահեցնում է, որ Վռամն անձամբ է եկել իր մոտ, սկսել է ծանր հարցեր տալ, անկյուն սեղմել, և ինքը պարզապես այլ ելք չի ունեցել, քան անկեղծ պատասխանելը։ Նա երդվում է, որ իր հոգում միայն բարի նպատակներ կան, թե Նարեի, թե Վռամի հանդեպ։ Մինչ հիվանդանոցում կրքերը բորբոքվում են, միանգամայն այլ, բայց ոչ պակաս ճնշող մթնոլորտ է տիրում Սաքոյի տանը։ Լիլիթը անտեղյակ վերջին սարսափելի իրադարձություններից շատ բարձր տրամադրությամբ և շփիտով գալիս է Սոնային տեսակցելու, սակայն դուռը բացվելուն պես նրա ժպիտը միանգամից սառչում է շուրթերին։ Տանը տիրող ծանր, գրեթե սգավոր լռությունն ուղղակի խեղդում է։ Նա տեսնում է Սոնային և Վռամին, որոնց դեմքերին դրոշմված է անասելի օրը տխրությունն ու հուսահատությունը։ Լիլիթի նուրբ կանացի բնածն անմիջապես հուշում է, որ այս ընտանիքում հերթական շատ ավելի մեծ ողբերգություն է տեղի ունեցել և որ ինչ-որ բան հաստատ այն չէ։ Չցանկանալով ավելի ծանրացնել նրանց վիճակը, ավելորդ հարցերով նա շուտով հեռանում է, բայց խուճապահար շտապում է Միքոյի և Աբոյի մոտ։ Լիլիթը նրանց մանրամասն պատմում է տանը տեսած ահավոր, ճնշող պատկերը, ինչն էլ ավելի է մեծացնում տղամարդկանց անհանգստությունն ու արագացնում նրանց գործողությունների պլանը։ Իսկ այդ ընթացքում հիվանդանոցում մոտենում է այն բախտորոշ պահը, որը վերջնականապես տակնու վրա է անելու Նարեի առանց այդ էլ փլուզված կյանքը։ Պալատի դուռը բացվում է և ներս է մտնում բժշկուհին, ձեռքին ամուր բռնած Նարեի անալիզների վերջնական պատասխանները։ Բժշկուհին նայելով աղջկան, մասնագիտական զսպվածությամբ հարցնում է, թե վերջերս ինչ կոնկրետ գանգատներ է ունեցել նա։ Նարեն հոգնած ու սպառված ձայնով պատմում է իրեն տանջող անընդհատ գլխապտույտների և անբացատրելի ծանր թուլության մասին, և հենց այս պահին հնչում է այն խոսքը, այն անսպասելի դատավճիռը, որը մենք հեռուստադիտողներս գուցե արդեն վաղուց էինք կանխազգում։ Բժշկուհին հայտարարում է, որ Նարեի վատ ինքնազգացողության պատճառը ոչ թե հիվանդություն կամ վիրուս է, այլ հղիությունը։ Լռությունը քարի պես ծանրանում է պալատում։ Նարեն քարանում է տեղում, նրա աչքերը լայնանում են սարսափից։ Դա կատարյալ, կործանիչ շոկ է։ Նրա մտքում սկսում են խելագարի պես պտտվել հազարավոր անպատասխան հարցեր։ Ինչ անել հիմա։ Ինչպես վարվել այս դժոխքում։ Ամենասարսափելին այն է, որ նա չի կարող երկար թաքցնել այս գաղտնիքը։ Շատ շուտով նրա փորը կսկսի երևալ և ճշմարտությունը կպայթի ռումբի պես։ Ինչպես է նա փրկվելու Արմոյի ճիրաններից հիմա, երբ անհնար է այլևս փախչել իրականությունից։ Սիրելի հետևորդներ, այս ցնցող բացահայտումը փոխում է ամեն ինչ։ Ինչ եք կարծում, ինչպես կվարվի Նարեն իր այս անելանելի վիճակում։ Արդյոք այս լուրը վերջապես կստիպի Հայկին վերադառնալ ու տեր կանգնել իր սիրուն։ Անպայման գրեք ձեր կարծիքներն ու կանխատեսումները մեկնաբանություններում։ Մենք ուշադիր կարդում ենք ձեր բոլոր վերլուծությունները։